Բարի երեկո, եթերում ազատության լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Քարոզարշավի 8-րդ օրը Նիկոլ Փաշինյանը արմավիրում է անցկացրել ուժեղ Հայաստանը Գեղարքունիքում։ Միասնության թևեր կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել, որում ենթադրաբար դասախոսն ուսանողներին հորդորում է մասնակցել քաղաքացիական պայմանագրի հավաքին։ Պետության հարկադրանքի լծակները օգտագործվում են քաղաքացիներին ստիպել աջակցել իշխող կուսակցությանը։ Ընտրակաշառքի գործով նոր խուզարկություն եւ ձերբակալություններ ուժեղ Հայաստանի լոռու գրասենյակներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1 տարվա ընթացքում Ինչ են հայտարարագրել ընտրացուցակների առաջատար գործիչները։ Ռուսաստանում ջերմուկի վաճառքի կասեցումից հետո Հայաստանում հանքային ջուրը ստուգումներ է անցել, խախտումներ չեն հայտնաբերվել։ Կիևում սգուոր է հայտարարվել, ռուսական հարվածների հետևանքով 2 տասնյակից ավելի զոհ կա, միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել։ Պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթն անցավ, մեղադրանքների, կոշտ բառերի եւ իհարկե խոստումների պակաս չկար։ Առջևում դեռ 3 շաբաթ էլ կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Արմավիրի մարզում էր հանդիպումներ անցկացնում։ Ուշագրավ է, որ մեծամորում նրա ելույթի ժամանակ Փաշինյանին մոտեցավ Ազատի զինվորական կացարանի հրդեհում 3 տարի առաջ զոհված զինվորներից մեկի Սևազգեստ մայրը եւ վարչապետին կշտամբեց մեղավորներին մինչ օրս չպատժելու համար։ Ողբերգական դեպքից 3 տարի է անցել, դեռ չկա ամենակարևոր հարցի պատասխանը, որն էր հրդեհի իրական պատճառը։ Փաշինյանի քարոզարշավի այս եւ մյուս դրվագներին տեղում հետևել է իմ գործընկեր Շողիկ Գալստյանը։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այսօր մենք տաղավարում ենք Քարոզարշավի 8-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին արված աշխատանքը ընտրողներին ներկայացնելու նոր ձևաչափ է մտածել։ Տաղավարում կլինեն մարզպետները, իսկ զրույցի թեման մարզերում իրականացված աշխատանքները։ Կառավարական ամառանոցում վարչապետի առաջին հյուրը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է։ Մարզային այցելություններից առաջ որոշեցինք, որ այսպիսի ձևաչափով մարզպետի ներկայությամբ ես ներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ են արվել։ Մեկ ժամ տևած ուղիղ եթերից հետո քաղաքացիական պայմանագրի քարոզչական ավտոբուսը շարժվում է դեպի Փարաքար։ Մոտ 20 րոպե հավաքվածներին Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե խաղաղություն է հաստատված, Հայաստանը ծաղկում է, գյուղատնտեսությունը զարգանում, իսկ շինարարությունը գրեթե հասնում է խորհրդային միության տեմպերին։ Ծափեր կան, Նիկոլ վարչապետ վանկարկողներն էլ չեն թերանում, բայց այստեղ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները կարծես թե չեն արդարանում։ Լավ չզարթնացրիք քարոզարշավը այսօրվա ժողովուրդ, լավ չզարթնացրիք։ Եղանակը, այդ չէ պատճառ չգիտեք, այդ եղանակը մաստարայի հանրահավաք տեսել եք, վիդեոները տեսել եք, խաղաղությանը տեր կանգնելու համար վատ եղանակ չկա։ Մի քանի տասնյակ ընտրող ստանում են քարտեզ ու բուկլետ, հաջորդ բնակավայրը Արաքսն է։ Ելույթն այստեղ կրկնում է վարչապետը, հետո նկատում առաջին շարքերում իրեն լսողները երեխաներ են, իսկ դպրոցում դասերը դեռ ավարտված չեն։ Երեխեք ես դասից փախել եք։ Ասում են այո։ Դուք լրիվ իմ հետևից ենք ընկել, ես անդիմությունելի, սկսելու երեխեքին Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Միանգամից դասի, արագ, վազելով։ Միանգամից դասի։ Սիրելի էջմիածներ, Էջմիածին քաղաքում մոտ 40 րոպե ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնում արածներն ու առաջիկա անելիքները, բայց այդպես էլ հարթակից չի խոսում վեհափառին հեռացնելու իրենց ծրագրից։ 1 տարվա պատմություն ունեցող այս օրակարգը տեղ է գտել նաև քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում, բայց արդեն 8 օր է քարոզարշավ անող Փաշինյանը ընտրողների հետ այդ հարցով չի խոսում։ Էջմիածնի մշակույթի տան դիմաց ելույթն ավարտելուց հետո շտապում է դեպի ավտոբուս։ Հնդածս արձանագրում, քարտեզներն արագ կբաժանի, երեխաները քիչ են։ Եկեք քարտեզներ բաժանելով գնանք, ես մարդկանց մեջ քայլելով գնանք, քարտեզ տվեք, լիքը երեխա ոնց որ շատ չկա։
Երեխաներ շատ չկան, բայց հրապարակում աշխատանքային ժամին վարչապետին են լսում քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում համայնքի ղեկավարի առաջին տեղակալը։ Փաշինյանին ճանապարհելուց հետո շտապում են աշխատանքի։ Մեր իրավունքն է, մենք կարող ենք ընդմիջման փոխարեն ցանկացած հանրահավաkel կամ այլ գործունեությամբ դուրս գալ քաղաքում քայլել։ Լեոնարդ ստեղեց թխվածքում։ Մեծամորում վարչապետին առաջին ողջունողները երեխաներն են։ Այստեղ էլ վարչապետը շարունակում է քարոզարշավն առանց շեղվելու ընտրված ձևաչափից։ Թոշակները բարձրացնելու եւ թոշակառուների կյանքը բարելավելու մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը ընդհատում է Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողներից մեկի մայրը։ Նա որդու մահվան համար Նիկոլ Փաշինյանին է մեղադրում։ Ես իմ երեխուն եմ ուզում, ինձ ոչ մի բան պետք չի, ոչ թոշակ, ոչ աշխատավարձ, ոչ մի բանի լափելով, դուք ոչ մի բանի չեք հասնի, ես իմ երեխուն եմ ուզում, ես շատ տաճակով 18 տարի գայլել եմ այդ երեխու հետ, ուրա իմ երեխեն, ես եք սևավոր դարձրիք մեզի։ Վարչապետը, որ մի քանի րոպե առաջ իր աջակիցներին հորդորում էր կնոջ նկատմամբ հարգալից լինել, ինքը ելույթը շարունակեց զոհված զինծառայողի մոր վրա բղավելով եւ նրան հորդորելով 15 զինծառայողի մահվան մեղավորներին փնտրել նախկինների շարքերում։ Ինչի՞ չեք գնում ընդդիմության հանրահավաքներին անում։ Մաղսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է եւ բոլոր հնարավոր տեղերում միանք ինչի՞ չեք գնում Մաղսուդյանին։ Ինչի՞ չեք գնում։ Ինչի՞ չեք գնում։ Ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։ Թե որն է զոհված զինծառայողի մոր արձագանքն արդեն լսելի չէ։ Շատ բարձր է Նիկոլ Փաշինյանի ձայնը, առավել բարձր են նրան ուղղված ծափերը։ Իսկ Ազատի հրդեհի դատաքննությունն ավելի քան 3 տարի է շարունակվում է։ 15 զինվորի կյանք խլած այդ հրդեհից հետո իրավապաշտպանները պնդում էին, թե պատշաճ պայմանների բացակայության պատճառով տեղի ունեցած այդ ողբերգության գլխավոր պատասխանատուն նախարար Սուրեն Պապիկյանն է։ Դատական նիստերի ընթացքում էլ ի հայտ են գալիս մի շարք դրվագներ, որոնցից պարզ է դառնում, որ ժամկետային զինծառայողների կացարանը մի խարխուլ տուն, նվազագույն պայմաններ անգամ չի ունեցել։ Այս միջադեպից րոպեներ անց վարչապետն ուրախ ավտոբուսում է, դիմացն էլ Առատաշենի ելակը։ Ֆունդացիան ես որտեղի ելակն է։ Առատաշենի ելակ։ Արմավիրի մարզին։ Դալարիկում Նիկոլ Փաշինյանը դարձյալ շրջապատված է երեխաներով։ Բայց են չեղավ երեխեք, ճիշտ լավ ասում եք, բայց թե մի պրոբլեմ կա, դուք ընտրելու իրավունք չունեք։ Ձեր ներկա մեծահասակներն էլ չեն մասնակցում բանին, վանկարկմանը չեն մասնակցում, ինչը ինձ շատ մտահոգում է։ Ձեր տնեցիկին հաստատ, բայց կլսեն ձեզ, հաստատ, ընտրություններ 2026-ին քվեարկում եք։ Այստեղ անցկացված ժամանակի ուղիղ կեսը վարչապետը քարտեզ ու սրտաբլիթ է բաժանում երեխաներին։ Արագածոտնum քաղաքացիական պայմանագրի հավաքին դասի ժամին ուսուցիչների եւ աշակերտների կազմակերպած մասնակցությունից 2 օր անց իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման նոր ահազանգ կա։ Ընդդիմադիր միասնության թևերի վարչապետի թեկնածու նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը այսօր ձայնագրություն է հրապարակել, որտեղ մի կին Արմավիր վարչապետի այցին ընդառաջ հրահանգում է ուսանողներին քաղաքացիական պայմանագրի հավաքին մասնակցել։ Ըստ Թաթոյանի կինը դասախոս է հրահանգնել Արմավիրի տարածաշրջանային քոլեջի ուսանողներին էր ուղղված։ Ես հասկանում եմ, որ գյուղերից տեղից ունենք եկողներ, չբացառվում, որ չկարողանան գալ։ Նրանք ովքեր շատ հեռվից են գալի, հնարավոր է խնդիր չկա, ասենք, մի քանի հոգու բացակայություն, ոչինչ, բայց նրանք ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու նամանավանդ քաղաքի բնակիչներ, խնդրում եմ, ես եմ գալու ժամը 5-ին հրապարակում, ովքեր այնպես չանեք, ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես ձեզ եմ հանձնարարում, երեխեք,
Այնպես չնի, որ ես բնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ ոք չկա։ Նայեք, տեսեք, ես պիտի իմ տնօրինությունը երեսը բարձրանեմ, դուք էլ իմ։ Այստեղ տեղի է ունենում բացահայտ պետական ռեսուրսի չարաշահում, պետության հարկադրանքի լծակները օգտագործվում են քաղաքացիներին ստիպել աջակցել իշխող կուսակցությանը, պետության հարկադրանքի լծակները օգտագործվում են ընդդիմությանը եւ նրանց աջակիցներին ճնշելու ահաբեկելու համար, հարկադրական լծակներով նաեւ քաղաքացիներին ձերբակալելով ընդդիմության նկատմամբ ճնշումներ են գործադրում եւ նաեւ լուծում են գտել սխեման ինչպես է աշխատում, վերևից ճնշում են տնօրենների, ուսուցիչների, մանկավարժների նկատմամբ, հետո իրենք մեջից չոր դուրս գալու համար ծառայողական քննություններ են իբր թե նշանակում, պատասխանատվություն են ենթարկում, բայց տակը մնում է, նրանց դերակատարությունը ստացվում է որևէ անգամ չի քննարկվում։ Սա փաստորեն վերջին 3 օրում վարչական ռեսուրսի չարաշահման երկրորդ մեղադրանքն է, որ ուղղվում է իշխող ուժին։ Ձայնագրություններում ենթադրաբար լսվում է Արմավիրի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լուսինե Գրիգորյանի ձայնը, ով դասավանդում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում։ Իմ գործընկերոջը հաջողվել է կապ հաստատել Գրիգորյանի հետ, թեև զրույցը շատ կարճ է տևել։ Դա Ալո, բարև ձեզ։ բարև ձեզ։ Լուսինե Գրիգորյանի հետ եմ խոսում։ Այո։ Ազատություն ռադիոկայանից են ձեզ զանգահարում, իմ անունը Նաիրա է։ Քիչ առաջ Արման Թաթոյանը ասուլիս է տվել եւ խոսել է, որ Արմավիրի քոլեջներից մեկի դասախոսը ուսանողներին հրահանգել, խնդրել է, որ մասնակցեն ԿՊ-ի Ուրեմն պաշտոնապես արդեն հասկացան չմասնակցել։ Լսում եմ ձեզ ասեք, որ մենք եթերից ենք հայտարարում եմ ոչ մեկին ոչ մի հրահանգ չեմ տվել, բանսակցությունա իմ անձի նկատմամբ քաղաքական մոտիվներով մարդիկ փորձում են սակեն, այսքան բան, սրանից ավել բան ինձ խնդրում եմ չանհանգստացնեք։ Ձեր ձայնն է, բայց այդ Իսկ իրավապահները պատրաստվում են ընթացք տալ Արման Թաթոյանի բացահայտմանը։ Գլխավոր դատախազությունից ազատությանը փոխանցել են, եթե դիմում լինի օրենքով սահմանված կարգով կզբաղվեն, այսինքն միայն Թաթոյանի ասուլիսը բավարար հիմք չէ։ Փորձել ենք նաև իշխող ուժից մեկնաբանություն ստանալ քաղաքացիական պայմանագրի վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հրաժարվել է մեկնաբանությունից։ Այս պահին ընթանում է իշխող ուժի հավաքը Արմավիր քաղաքում եւ հարթակից ելույթ ունեցող ԿՊ-ականներից եւ ոչ մեկը դեռևս չի անդրադարձել աղմկահարույց այս ձայնագրությանը։ Տնային կալանքում գտնվող գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի թիմը Գեղարքունիքում էր քարոզարշավ անցկացնում։ Սամվել Կարապետյանի եղբորորդին ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը պատասխանել է Փաշինյանի իրենց դեմ ուղղված օտար երկրի գործակալ լինելու մեղադրանքներին։ Կալուգացի Սամո, դու օտար երկրան լրտես ես։ Իրանց հետևից ամեն մեկ հետևից մի հատ թուրքի բեղ է երևում։ Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան հեռակաբանավեճը այսօր նոր թափ ստացավ մարզային քարոզարշավի ընթացքում։ Օտարերկրյա գործակալ մեղադրանքին հաջորդեց թուրքի բեղեր կոշտ հակադարձումը։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում քարոզարշավ անող քաղաքացիական պայմանագրի առաջնորդը առավոտյան խաղաղության օրակարգից էր խոսում։ Ժողովրդին հորդորում տեր կանգնել խաղաղության եւ ահազանգում, թե այդ խաղաղությունը խաչաձև կրակահերթի տակ է։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը Հայաստանում դարձել է նախընտրական բանավեճի առարկա։ Ընդդիմադիր առանցքային որոշ ուժեր պնդում են, թե Փաշինյանը կատարելու է Ալիևի նաև այս մի պահանջը, Հայաստան թողնելով 300,000 ադրբեջանցիների, մինչդեռ իշխանությունը հերքում է, թե նման մտադրություն ունի։ Եվ հենց այստեղ Փաշինյանը հիշեց ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Կալուգացի Սամո, դու օտար երկրան լրտես ես, ընդ որում անուղեղ լրտես, որովհետև դու չես հասկանում, թե ինչ ես անում, դու չես հասկանում, թե ինչ ես անում, դու փորձում ես 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգ, եւ ես ասում եմ, անուղեղ լրտեսները ձայն պիտի չստանան։ Մինչև երեկո ինքը կստանա իր պատասխանը։ Ինչ է խանգարում հիմա այսօր հենց այս Պատասխանը հետաքրքիր է լինելու։
Ուժեղ Հայաստանը կեսօրին էր Գեղարքունիքում քարոզարշավ իրականացնում, երբ փորձեցինք դաշինքի առաջին համարտ Նարեկ Կարապետյանի կարծիքը լսել իր հորեղբորը օտարերկրյա գործակալ անվանելու վերաբերյալ։ Երբ որ ձեզ անվանում են օտարերկրյա գործակալ, սրաքները ուղղվում է դեպի հյուսիս, Ռուսաստանի ուղղությամբ են։ Ուզում եմ հասկանամ, մարդիկ ինչ պետք է այս մասին։ Իրանց հետևից թուրքերի բեղերը երևում է։ Իրանց հետևից ամեն մեկի հետևից մի հատ թուրքի բեղ է երևում։ Թող իրանք մի հատ այս այդ հարցերին պատասխանելու են։ Ու մինչ Արմավիրում Փաշինյանը հորդորում էր ձայն չտալ իր ձևակերպմամբ եռագլուխ հրեշին, սևանցիներին Կարապետյան կրտսերը վստահեցնում էր, որ հենց իր հորեղբայրն է այն մարդը, որ մեկից կարող է 100 սարքել, իսկ 100-ից 1000։ Այս աստվածատուր հնարավորությունները օգտագործող է պետք։ Մի տղամարդ էլ փորձեց պարզել, իսկ այդ հնարավորությունների մեջ մտնում է արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը։ Դժվար է, բայց օրակարգային հարց է, Կարապետյանի արձագանքներ։ Բախի մեր գերիների հարցով երբեք ոչ մեկի մտքով չի անցնում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բանակցությունների ժամանակ իրենց մեծ մասին հետ բերենք։ Ու մենք վստահ ենք դա կանենք, բացի շատ մեծ խնդիր է իհարկե սպայական կազմի հետ կապված հարցը։ Չարի վերջը կլինի, սա արդեն մարզի բնակիչներին տեսաուղերձի միջոցով խոստացավ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը։ Մենք միասին տալու ենք չարի վերջը, փոփոխությունը գալիս է, հաղթանակը գալիս է, ուժեղ Հայաստանը գալիս է։ Իսկ ուժեղ Հայաստանում խոստանում են տնտեսական հրաշք, 300,000 աշխատատեղ, ծայրահեղ աղքատության վերացում, 5-րդ երեխայի դեպքում բնակարան։ Լավ ապահով բարեկեցիկ կյանքի մասին առաջին անգամ չէին լսում ոչ միայն այս մարզի բնակիչները։ Տնտեսական բարեկեցության առաջարկը ընտրությունից ընտրություն փոխանցվող խոստում է։ Եթե արած լինեին, խոսույթը ուրիշ կլիներ։ Մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որ գոնես դասարանը ավարտենք, գործազրկության հարցը լուծենք։ Դա է մեր ծրագիրը։ Ռեսուրսները ո՞րն են մեր։ Մենք պետք է ունենանք ինչ-որ հնարավոր ռեսուրս։ Հայաստանի Հանրապետության ռեսուրսները բազմապիս են։ Հայ ազգի, հայ սփյուռքի պոտենցիալը, մեր ներմուծումը ամբողջությամբ որ կարելի է տեղում արտադրել։ Մեծ ռեսուրսներ ունենք։ Նախընտրական խոստումները բրոշուրի տեսքով սևանցիներին բաժանեց Սամվել Կարապետյանի եղբորորդին քաղաքի կենտրոնական փողոցով քայլերթի ժամանակ։ Ոմանք լուր վերցնում էին, ոմանք լուսանկարվում նրա հետ ու ողջագուրվում, ոմանք էլ իրենց խանութների դռները փակ էին պահում եւ սրտիկներ փոխանցում, թերևս ակնարկելով, որ ԿՊ-ի համագիր են։ Որովհետեւ իրաց աթորի գրպանի հիմար են կռիվանում։ Մեզ ինչ են արել այսքան ժամանակ։ Մեր երեխեքը տանջվում են, ապրում ենք, վերջ։ Թող բոլորն էլ իմանան։ Ղարաբաղը մեզ են տալու, որ իսկ թուղթը մեզ են տվել։ Ասում եմ մի օր չեն տալ, ասում 3 տարի է ես տեղում տվել են։ Չէ։ Շատ վաղուց որոշել եմ, որ Սամվել Կարապետյանին ընտրեմ, իմ եղբայրը Մոսկվայում իր մոտ աշխատում, եղբայրս զանգի ասել է, որ պարտադիր մենք Սամվելին պետք է ընտրենք։ Մեկին էլ չեմ հավատում, էլ չեմ խոսում։ Իսկ իրավապահները դարձյալ խուզարկություն են իրականացրել ուժեղ Հայաստանի գրասենյակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ընտրակաշառք տալու եւ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման գործով են խուզարկվել Լոռու մարզում գտնվող գրասենյակները։ Ըստ իրավապահների կան ձերբակալված անձինք, թե քանիսն են նրանք չեն հստակեցրել։ Սա ուժեղ Հայաստանին առնչվող արդեն 12-րդ վարույթն է, որ հարուցվել է ընտրական հանցագործության հոդվածով։ Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը հերքում է գումար բաժանելու մասին իրավապահների պնդումները, դրանք համարում է քաղաքական ճնշում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1 տարվա ընթացքում Ինչ են հայտարարագրել ընտրացուցակների առաջատար գործիչները։ Ռուսաստանում ջերմուկի վաճառքի կասեցումից հետո Հայաստանում հանքային ջուրը ստուգումներ է անցել, խախտումներ չեն հայտնաբերվել։ Կիևում սգուոր է հայտարարվել ռուսական հարվածների հետևանքով 2 տասնյակից ավելի զոհ կա, միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել։
Այժմ էլ մի քրեական գործի մասին, որ կարելի է ասել հարուցվեց վարչապետի Շենգավիթի քարոզարշավի հետքերով։ Այս վարչական շրջանի բնակիչներից մեկը Շենգավիթ Փաշինյանի այցի ժամանակ ուղիղ եթերում դիմել էր նրան եւ ընթացքում կոշտ բառեր օգտագործել։ Իրավապահները շատ արագ սահատելության խոսք որակեցին։ Արդյունքում 44-ամյա տղամարդը 3 ամսով կալանավորվեց։ Ռաստերիտ կուտոկին, ավակի արի Շենգավիթ։ Շենգավիթի մետրոյի հետևի այգին է, այս է շենքերն է։ Դատարանը մասնակի է բավարարել քննիչի միջնորդությունը, երկուսի փոխարեն 1 ամսով կալանավորելով Շենգավիթի բնակչին, որն օրերս ձերբակալվեց վարչապետի հասցեին կոշտ խոսքերի համար։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն առաջարկել էր գոնե տնային կալանք կիրառել, բայց դատարանը նախընտրեց ամենախիստ միջոցը։ Ես կարծում եմ սա ընտրական գործընթացի հետ կապված ուղերձ է, քաղաքացիներին ցույց են ուզում տալ, որ նրանք իրենց քննադատական խոսքը Նիկոլ Փաշինյանին հասցեին չասեն, իրենց մոտեցումը այն է, որ հասարակության մեծ մասը աջակցում է եւ դրական է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին։ Այն բոլոր քննադատական խոսքերը, որ հնչում են, այդ պետական քաղաքականությանը կարծեք թե հակասում են։ Նրանք փորձում են այդ խոսքերը լրացնել։ Որն է այստեղ ատելության խոսքը, հարցնում է վարչապետին ուղիղ եթերում դիմաց 44-ամյա Արտակ Ավետիսյանի փաստաբանը։ Անդրադարձել է, ասել է, որ արկայի հիմնավոր կասկած։ Ռուբեն Մելիքյանն ասաց, դատարանը հիմնավոր է համարել իրավապահների կասկածը, որ Շենգավիթցու խոսքերն ատելություն են պարունակում եւ որ ազատության մեջ նա նոր հանցանք կգործի։ Դատարաններ ներկայացված 3 հիմք, որոնք էին 3-ն էլ ներկայացված էր փախուստ, հանցանք կատարել եւ քննությանը խոչընդոտել։ Դատարանը այդ 3 հիմքերից ընդունելի համարեց միայն հանցանք գործելու հիմքը, մյուս երկուսը բացառեց։ Արտակ Ավետիսյանը ձերբակալվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավից հետո։ Այդ նույն շրջանում բնակվող Ավետիսյանը ուղիղ եթերում Փաշինյանին հրավիրել էր իր նշած վայր, խոսքը համեմելով կոպիտ բառերով։ Իրավապահները սա որակեցին ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված խոսքի տարածում։ Բայց այստեղ մենք փաստերը չենք վիճարկում։ Մենք չենք վիճարկում, որ այդ ձայնագրությունը կատարել է Պաշտպանյալս, որ դա ինքն է հրապարակել։ Այդ հարցերը Այստեղ խնդիրը փաստերին չէր վերաբերում։ Այստեղ խնդիրը վերաբերում էր նրան, թե այդ փաստերը մոտենում են արդյոք հանցակազմին, թե չէ։ Փաստաբանը պնդում է, Ավետիսյանն ընդհանրապես քննադատել է վարչապետին, որը գուցե հաճելի չէ, բայց հանցանք էլ չէ։ Ընդ որում այս տղամարդը հեռու է քաղաքական գործընթացներից, լայն շրջանակներին էլ հայտնի չէ։ Ուղղակի այստեղ ոչ թե չէր համապատասխանում, այլ կիլոմետրերով էր հեռու ատելության խոսքի չափանիշից, մանավանդ եթե մենք համադրում ենք Նիկոլ Փաշինյանի եւ նրա որոշ թիմակիցների տարիների ընթացքում ասվածը սկսած եկել է քաղաքացիների վրեժի ժամանակը արտահայտությունից 2020 թվականից մինչև հակաժները կկտրենք, ասֆալտը կլիզեն, ասֆալտը կպարկասնեն, հիմա չեմ էլ ուզում թվարկեմ, որտեղ ժամեր կտևի։ Շենգավիթի տղամարդու մեղադրանքը քաղաքական համարող փաստաբանը շարունակում է խոսել խտրական արդարադատությունից, հիշեցնել անպատիժ մնացած իշխանականների ավելի սուր արտահայտությունները ընդդիմադիրների հասցեին։ Օրինակ է բերում իշխանական падգամավոր Արթուր Հովհաննիսյանին։ Իրավապահները падգամավորի այս արտահայտությունը հանցանք չէին համարել եւ չեն շտապում անցած տարեվերջին կաթողիկոսի հասցեին նմանատիպ արտահայտություն հնչեցրած Գառնեցի տղամարդու դեպքում վարույթը կա, բայց տղամարդն ազատության մեջ է առանց մեղադրյալի կարգավիճակի։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Շենգավիթի Արտակ Ավետիսյանին սպառնում է 1-ից 4 տարվա ազատազրկում։ Ընտրություններին մասնակցող տեխնացուները արդեն ներկայացրել են իրենց հայտարարագրերը։ Իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանը ուսումնասիրել եւ հաշվել է, թե իշխանության եւ ընդդիմադիրների ընտրացուցակների առաջատար գործիչները ինչ գումար, անշարժ եւ շարժական գույք են հայտարարագրել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1 տարվա ընթացքում ընդհանուր $86,000 աշխատավարձ ու պարգևավճարներ է ստացել, ամսական միջինը $7,200։ Այս ապրիլի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդը շուրջ $11,000-ին համարժեք դրամ է եղել։ Փաշինյանն իր անունով ավտոմեքենա կամ թանկարժեք իրեր չի հայտարարել։ Գրեթե ամենօրյա ռեժիմով անկանխիկ առևտրի առավելությունները գովազդող Փաշինյանը կարծես ինքն իր հորդորները չի լսել ու իր մոտ $700,000 դրամ և շուրջ $2,700 կանխիկ գումար է պահել։ Եվ այսպես պահն է եկել հաշվելու, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջատար դիրքեր զբաղեցնողները ինչ ֆինանսական միջոցներ ունեն։ Սկսենք հաշվել։ Թեկնածուների հայտարարագրերը հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Գնացինք։ Քաղաքացիական պայմանագրի երկրորդ համարը արտգործնախարար Արարատ Միրզոյանն է։ 1 տարում նա $82,000 աշխատավարձ ու պարգևատրում է ստացել, ամսական շուրջ $7,000։ Եվս շուրջ $16,000 օրապահիկ է ստացել իր գործողումների համար։ Իշխող կուսակցության երրորդ համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շատ հետ չի մնում ու 1 տարվա ընթացքում $74,000 աշխատավարձ ու պարգևավճար է ստացել, ամսական $6,200։ Պիտի տեր կանգնենք մեր ինքնիշխանությանը։ Չորրորդ համարը պաշտպանության նախարարն է Սուրեն Պապիկյանը 1 տարում $80,000 է ստացել, ամսական շուրջ $6,700։ Բացի այդ նա ևս $16,000 է ստացել վարձակալությամբ տրված գույքի դիմաց։ Ապրիլի 21-ի դրությամբ նրա միջոցների մնացորդը շուրջ $130,000 է կազմել։ Քաղաքացիական պայմանագրի հնգյակը եզրափակում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 1 տարում շուրջ $79,000 է ստացել, ամսական $6,500։ Տնտեսագիտականում դասավանդող Պապոյանը ևս $7,000 աշխատավարձ է ստացել բուհից։ Ապրիլի դրությամբ նրա հաշիվների մնացորդը $77,000 է կազմել։ Պապոյանն իր անունով 1 ավտոմեքենա է հայտարարել, վազ 2107։ Այս հատվածում ճանապարհ են կառուցելու։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի հաշիվներում մայիսի 13-ին $4,320,000-ին համարժեք միջոցներ են եղել։ Նա բաժնետեր է 3 ընկերություններում։ Հայաստանում բնակարան չունի, համատեղ սեփականությամբ բնակարան ունի Մոսկվայում։ Նա համատեղ սեփականությամբ 1 Mercedes Maybach ունի, ամբողջությամբ իրեն է պատկանում 1 Toyota Camry մեքենա։ Բագրատաշեն գնացինք, որտեղ խոսեցինք տարածաշրջանի զարգացման մասին։ Դաշինքի երկրորդ համար փաստաբան Արամ Վարդևանյանը 1 տարվա ընթացքում իր մատուցած ծառայությունների դիմաց մոտ $200,000 եկամուտ է ունեցել։ Մայիսի 13-ի դրությամբ նրա հաշիվներում ընդհանուր ուշադրություն $500,000 է եղել։ Ունի 2 ավտոմեքենա՝ BYD ու Lexus։ Ուժեղ Հայաստանի երրորդ համարը փաստաբան Գոհար Մելոյանն է 1 տարվա ընթացքում շուրջ $30,000 եկամուտ է ունեցել։ Նրա հաշիվներում այժմ $26,000 կա։ Մեր պայքարը շարունակում է։ Դաշինքի 4-րդ համար Դավիթ Ղազինյանը 1 տարվա ընթացքում $53,000 աշխատավարձ է ստացել։ Այս պահին նրա միջոցների մնացորդը շուրջ $530,000 է կազմում։ Նա այժմ ընդհանուր սեփականությամբ 4 ավտոմեքենա ունի։ Ղազինյանը նաև թանկարժեք 1 իր է հայտարարել $27,000 ձեռքի ժամացույց։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1 տարվա ընթացքում պետությունից $41,000 չափով թոշակ է ստացել։ Ըստ հայտարարագրի այս պահին նրա հաշիվներում շուրջ $1.4 միլիոն կա։ Երկրորդ նախագահը ավտոմեքենա կամ թանկարժեք իրեր չի հայտարարել։ Մենք սա մերժում ենք, մենք չենք կարող սրա հետ համաձայնել։ Դաշինքի երկրորդ համար падգամավոր ու ազգային ժողովի նիստերից հաճախ բացակայող Իշխան Սաղաթելյանն ազգային ժողովից 1 տարվա ընթացքում շուրջ $32,000 աշխատավարձ է ստացել։ Այս պահի դրությամբ նրա հաշիվներում շուրջ $80,000 կա։ Սաղաթելյանն ավտոմեքենաներ չի հայտարարել, ունի $22,000 մատանի։ Երրորդ համարը падգամավոր Աննա Գրիգորյանն է 1 տարում ազգային ժողովից $36,000 է ստացել։ Այս պահին նրա հաշիվներում $2,400 կա։ Սիրելի հայրենակիցներ, վաղը մեկնարկում է քարոզարշավը։ Չորրորդը Սևակ Խաչատրյանն է, որն ամիսներ առաջ Վաղարշապատի քաղաքապետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց։ Նրա հաշիվներում շուրջ $43,000 կա։ Նա 3 ավտոմեքենա է հայտարարել՝ Lexus, Nissan ու BYD մանկնիշի։ Հնգյակը եզրափակում է падգամավոր Արթուր Խաչատրյանը 1 տարվա ընթացքում ազգային ժողովից $38,000 է ստացել։ Այս
պահին նա ընդհանուր $78,000 ունի։ Զելի այնակիցներ, զելի երևանցիներ։ Բարգավաճ Հայաստանի առաջին համար գործարար Գագիկ Ծառուկյանի հայտարարագիրը շատ ավելի ընդարձակ է։ Ապրիլի 30-ի դրությամբ նրա անձնական հաշիվներում $43.5 միլիոն է եղել։ Նա ընդհանուր $14.3 միլիոն թանկարժեք իրեր է հայտարարագրել, $3 միլիոն ադամանդե քարով ոսկե մատանուց մինչև շուրջ $300,000 վարակույր։ Ծառուկյանը 18 ավտոմեքենա է հայտարարագրել ու 24 միավոր անշարժ գույք։ Նա մեկ տարվա ընթացքում հետախուզման մեջ գտնվող իր որդուց շուրջ $6.5 միլիոն նվիրատվություն է ստացել։ Ծառուկյանների ընտանիքի ոչ բոլոր ընկերություններն են անձամբ իր անունով եւ բնականաբար սա նրա կարողության մի փոքր մասն է միայն։ Մենք լուրջ աշխատանք ունենք կատարել բոլորս միասին, իհարկե մեծ աշխատանք կատարել ենք։ Երկրորդ համար Անդրանիկ Թևանյանն այս պահի դրությամբ ըստ հայտարարագրի շուրջ $270,000 ունի։ Բոլորիդ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին կանալիք խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության երրորդ համարը նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանն է։ Նա դասավանդում է Պոլիտեխնիկում եւ մեկ տարվա ընթացքում ընդհանուր $5,500 աշխատավարձ է ստացել։ Այդքան գումար էլ կա նրա հաշիվներում։ Ընդարձակ է նաեւ Նոր ուժի առաջին համար նախկին քաղաքապետ Հայկ Մանուկյանի հայտարարագիրը։ Ապրիլի 20-ի դրությամբ նրա հաշիվների մնացորդը $630,000 է կազմել։ Նա 29 անշարժ գույք է հայտարարագրել, մեծ մասը Չեխիայում։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ամենակիչ ֆինանսական միջոցներ ունեցողներին անդրադառնանք։ Ազգային ժողովրդավարական բևեռի ցուցակը գլխավորող Գևորգ Կարապետյանը ապրիլի 11-ի դրությամբ ըստ իր ներկայացրած հայտարարագրի փող չի ունեցել։ Զրո թիվն է արտացոլվել նաև Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության առաջին համար Լևոն Շիրինյանի հաշիվներում։ Մյուսների համեմատ շատ ավելի համեստ միջոցներ ունեն նաև Հայ ազգային կոնգրեսի առաջին համար Լևոն Զուրաբյանն ու Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը, Ալյանսից Աշոտ Գալստյանը։ Հանրապետություն կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն ի դեպ թանկարժեք իրերի շարքում ասեղնագործ սրբապատկեր է ներառել։ Արժեքի դաշտում թիվ չկա։ Նա սրբապատկերն անգին է համարում։ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր դարձյալ զգուշացրել է, որ Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ից ստացվող օգուտներից, եթե Եվրամիությունը Հայաստանին ներքաշի իր ուղեծիր։ Մինչ այդ Ռուսաստանում հայկական ամենահայտնի արտահանվող ապրանքներից մեկի ջերմուկի վաճառքը արդեն 1 ամիս է շարունակում է կասեցված մնալ որակի անհամապատասխանության պատճառաբանությամբ։ Թեև Ռուսաստանից դիմում չեն ստացել, բայց հայաստանյան տեսչական մարմնից ասում են, իրենց նախաձեռնությամբ ստուգումներ են սկսել հասկանալու հանքային ջրի որակը համապատասխանում է չափանիշներին, թե ոչ։ Արդյոք ջերմուկը դարձել է, այսպես ասենք, հայ-ռուսական լարվածության զոհ։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ջերմուկ հանքային ջրի 2 ցուցանիշում որակի խախտում չի հայտնաբերել, երրորդը դեռ ստուգման փուլում է։ Հիդրոկարբոնատ եւ քլորիդ իոնները համապատասխանել են սահմանված նորմերին եւ լաբորատոր փորձարկումության արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ սուլֆատ իոնի փորձարկումը դեռ շարունակվում է, արդյունքները պատրաստ կլինեն հաջորդ շաբաթ։ Տեսչական մարմինը լաբորատոր ստուգումները սկսեց այս ամսվա սկզբին։ Դրանից առաջ Մոսկվան հայտարարել էր, որ որակի անհամապատասխանությունների պատճառով Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել է շուրջ 1,338,000 շիշ ջերմուկ հանքային ջրի վաճառքը։ Ռուսական կողմի այս հայտարարությունից մոտ 1 ամիս է անցել, բայց տեսչականի խոսնակ Անուշ Հարությունյանի խոսքով մինչ այս պահն իրենք ռուս գործընկերներից պաշտոնական գրություն չեն ստացել։ Տեսչականն ինքնուրույն է որոշել ստուգել ջրի որակը ջերմուկի մայր գործարանից նմուշներ վերցնելով։ Դա մեզ համար է նախ եւ առաջ հասկանալու համար, թե ջերմուկի հետ կապված ինչ խնդիրներ կարող են լինել։ Հայկական հայտնի այս բրենդը Ռուսաստանում խնդիրների էր բախվել դեռ 2024-ին, երբ ռուս իրավապահները պնդել էին, թե 65-ամյա մի տղամարդ ջերմուկ խմելուց հետո մահացել է։ Ռուս իրավապահների վարկածով շշում հանքային ջրի փոխարեն քացախաթթու է եղել։ Այս գործն ամիսներ առաջ Ռուսաստանում կրկին վերաբացվել էր։ Հետո այս նոր սահմանափակումների մասին հայտարարվեց, սա էլ արդեն նախորդ ամիս։ Ջերմուկ գրուպն ավելի վաղ հերքել էր, թե իրենց արտադրանքի շշում քացախաթթու է եղել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ 2 շաբաթ առաջ ասել էր կզբաղվեն խնդրով, երբ ընկերությունն իրենց դիմի, այսօր Ազատության հետ զրույցում պնդեց։ Մեծ հաշվով շատ մեծ խնդիրներ չունենք, ընթացիկ խնդիրներ են եղել, որոնք լուծվում են։
Այս ընթացքում մամուլը գրում է, թե ջերմուկը հայտնվել է ռուս իրավապահների թիրախում, որովհետև սեփականատերն իշխանության հետ լավ հարաբերություններ ունեցող գործարար է։ Պապոյանը, սակայն, ռուս գործընկերների մոտ լարվածություն չի տեսնում։ Շատ լավ աշխատանքային մթնոլորտ ունենք մեր գործընկերների հետ։ Այսինքն ընկերության համատեղ քննարկում եք խնդիրները եւ այդպես լուծում եք տվել։ Բոլոր ընկերությունների հետ էլ աշխատում ենք։ Հարցեր միշտ էլ եղել են, վաղնել են լինելու հարցեր, Ժորժ ջան։ Այդ հարցերը դա համար է որ լուծվեն։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում, իսկ արտգործ նախարար Արարատ Միրզոյանը նշում ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև ընտրության ժամանակը չէ դեռ, Մոսկվայից բարբերաբար հորդորում են արագ կողմնորոշվել այս երկու միությունների միջև։ Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Եվրամիությունը փորձում է Հայաստանին ներքաշել իր ազդեցության գոտի ու դա ըստ նրա կարող է Երևանին զրկել ԵԱՏՄ-ից ստացվող օգուտներից։ Լավրովը հիշեցրել է, որ այդ մասին նախագահ Պուտինն իր վերջին հանդիպման ընթացքում անձամբ է ասել Հայաստանի վարչապետ Փաշինյանին, մեջբերում Լավրովից։ Президент Путин 1 апреля, принимая в Кремле премьер-министра Пашиняна, об этом откровенно сказал, что мы будем... Նախագահ Պուտինը ապրիլի 1-ին Կրեմլում վարչապետ Փաշինյանին բաց տեքստով ասել է. «Մենք կհարգենք մեր հայ ընկերների ցանկացած ընտրություն, բայց պետք է հասկանալ, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե Հայաստանը կանգնի Եվրոպական միությանը անդամակցելու ուղու վրա։ Այնտեղ պարզապես միմյանց բացառող պարտավորություններ են, ներառյալ առևտրային ռեժիմները եւ շատ այլ բաներ։ Սա մեր դաշնակցային պարտականությունն է, բացատրել, թե ինչպես են կառուցվում տնտեսական ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից աշխարհում եւ ինչով է Եվրասիական տնտեսական միությունը տարբերվում Եվրոպական միությունից»։ Մեջբերման ավարտը։ Ջերմուկի հարցը ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական բանավեճի թեմա է դարձել։ ԿՊԱ-ական նախարարն այս հարցում էլ է ընդդիմությանը մեղադրում, մատնացույց անելով նրանց ռուսական կապերը։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը որոշակի մակարդակում, ասենք, որոշ նախարարությունների բաժնի պետերի տեղակալի օգնականի մակարդակում ինչ որ կապեր ունի, բաժնի պետի տեղակալների մակարդակում, բայց մենք կառավարության մակարդակում, բարձր մակարդակում, նախարարների մակարդակում ավելի բարձր բոլոր հարցերը լուծում ենք։ Այսինքն ընկերությունը մախնդիր չունի արտահանման հետ կապված։ Հայաստանի բոլոր ընկերությունների խնդիրները հերթով լուծվում են։ Ջերմուկ գրուպի հիմնադիր ՀՀԿ-ական նախկին падգամավոր Աշոտ Արսենյանն ավելի վաղ Ժողովուրդ օրաթերթին ասել էր, թե մշուշոտ ենթադրությունների հետևում պարզ նշմարվում են ոմանց ականջները, բայց այդպես էլ չէր ընդգծել ում նկատի ունի։ Նույն լրատվամիջոցը գրել էր, որ Դիլիջանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները պնդել են, թե Ջերմուկում Փաշինյանի համար ձայներ են հավաքվում։ Իդեպ Արսենյանի որդին Վայոց ձորի մարզպետն է։ Ի պատասխան այս հայտարարության գործարարը հորդորել ընդդիմությանը չտվայտվել եւ հայտարարել, թե րոպեական քաղաքական շահի համար նրանք պատրաստ են ցեխ շպրտել ազգային արժեքների վրա։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ իր հերթին էր հակադարձել Արսենյանին։ Ջերմուկ հանքային ջուրը չենք ջրի մասին չենք խոսել ենք նրա սեփականատերերի մասին, եթե առևտրով են զբաղվում, թող առևտուր անեն, բայց քթները չխոթեն այլտեղ։ Մինչ քաղաքական գործիչները վիճում են, Ռուսաստանում էլ ջերմուկի վաճառքը թույլատրելու մասին նոր տեղեկություններ չկան, հարց է առաջանում։ Իսկ ինչ կտա Հայաստանի լաբորատոր ստուգումները, եթե ջերմուկի խնդիրները ծագել են Ռուսաստանում։ Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ են, այսինքն տեխնիկական կանոնակարգերը նախատեսում են, որ անդամ երկրներում պետք է որակի եւ անվտանգության միասնական պահանջներ գործեն։ Իսկ հավատարմագրված լաբորատորիաների փորձաքննությունների արդյունքները փոխադարձաբար ճանաչվեն։ Արդյոք Հայաստանի լաբորատոր փորձաքննությունների արդյունքները չեն ընդունվում Ռուսաստանում, թե ռուսական կողմն օրինակ ջերմուկի դեպքում կարող է հիմնվել միայն սեփական ստուգումների արդյունքի վրա։ Էկոնոմիկայի նախարարությունն այս հարցն անպատասխան թողեց։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրապարակային քարոզարշավի դուրս չի եկել, երեկ ուշ երեկոյան հերքել է մարտի 1-ի իր իշխանավորման տարիների տեղի ունեցած ապօրինությունների եւ ճնշումների մեղադրանքները։ 10 տարի 1998-ից 2008 թվականը Հայաստանը ղեկավարած Քոչարյանը, ում պաշտոնավարման վերջում Հայաստանը զրկվեց հազարամյակի մարտահրավերներ ամերիկյան կորպորացիայի միլիոնավոր դոլարների աջակցությունից ժողովրդավարական հետընթացի պատճառով երեկ պնդել էր, թե իր օրոք մամուլը եղել է ազատ, իրավունքները պաշտպանված։ Իսկ ինչ է ցույց տալիս այս թարմ հայտարարությունների համադրությունը ոչ վաղ անցյալի փաստերի հետ։ Ես ուզում եմ իմանալ, եթե դուք գաք իշխանության, ինչպես է լինելու մամուլը
եւ ինչպես են լինելու ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ նորից պայքարում է իշխանության համար, վստահեցնում է, եթե ընտրվի, լրագրողներին ու լրատվամիջոցներին ոչինչ չի սպառնա։ Ուրեմն հանգիստ մնացեք։ Որևէ խնդիր չի լինելու մամուլի համար, եւ ստե բավականաչափ լրագրողներ կան, հանգիստ մնացեք, խնդրեմ չեք ունենալ։ Հայաստան դաշինքի առաջնորդը խոսեց իր իշխանության օրոք լրագրողների հետ կապված աղմկոտ դեպքերից, որս նրա քաղաքական ճնշումների հետևանքով չեն եղել։ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի սպանությունը հիշեց ու առանց անուն տալու նշեց, թե ընդդիմադիր մի գործչի ընտանիքն է դրա հեղինակը։ Մեկ լրագրողի սպանություն, այդ լրագրողը մեր թիմի անդամ էր։ Տիգրան Նաղդալյանը։ Եվ այդ սպանության հեղինակը եղել է հենց այսօրվա ընդդիմադիր գործչի եղբայրը եւ ինչքան ես գիտեմ, նաեւ դա ընտանիքի որոշում էր։ Հավանաբար նկատի ուներ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին։ Այս գործով նրա եղբայրն էլ էր դատապարտվել սպանությունը պատվիրելու մեղադրանքով։ Դատապարտվել է եւս մեկ լրագրող։ Երկրորդ դեպքն էլ առաջինեում կայքի խմբագիր քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանի դեմ քրեական գործն է, որ Քոչարյանի խոսքով լրագրող ժամանակ ազատությունից զրկվել է կեղծ փաստաթղթերով ծառայությունից խուսափելու համար։ Որը դատապարտվել է ոչ թե իր պրոֆեսիոնալ գործունեության համար, այլ մեկ բանի համար, բանակից խուսափեց եւ դա բերել են ներկայացնում են հիմա որպես խոսքի ազատության ճնշում։ Այսքանով սահմանափակվեց Քոչարյանն ու ոչ մի բառ իր նախագահության առաջին փուլում եթերից զրկված ընդդիմադիր Ամեկ+-ի մասին։ Այս հեռուստաընկերությունն անխափան աշխատում էր, եթերից զրկվեց 2002 թվականի ապրիլին։ Ըստ այդ օրերի ընդդիմադիր մամուլի Քոչարյանը Ամեկ+-ը փակելով նախապատրաստվում էր 2003-ի նախագահական ընտրություններին։ Այդ ինչ ողբերգություն էր։ Հայաստանի անվտանգությունը դրա պատճառով սասանվեց։ Անցած տարվա ասուլիսում այսպես էր արձագանքել Ռոբերտ Քոչարյանն Ամեկ+-ի հարցին։ Ամեկ+-ը այն ժամանակ եղել է sense մի տաղավար, երկու սենյակ։ Լսարանը չափազանց փոքր։ Մրցույթ է հայտարարվել բանի համար, հաճախականության համար։ Իրենք երևի համարելով, որ իրենք sense անգերազանցելի են, տվել են մի առաջարկ 3 էջի վրա ձեռով գրած 3 էջի վրա։ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Նիկոլ Փաշինյանին հաճախ է Քոչարյանը քննադատում խոսքի ազատությունը ճնշելու, ընդդիմադիրներին կալանավորելու ու նրանց դեմ բիրտ ուժ կիրառելու համար։ Հիմա Facebook-յան լայք դնելու համար աշխատանքից են հեռացնում։ Սա ավելի վատ է։ 10 տարվա ընթացքում մեկ ցույց է ծրվել 2004 թվականի խորհրդարանի մոտ։ Մեկ ցույց։ Տևել է 15 րոպե, մի մարդ հիվանդանոց չի դիմել։ Մի մարդ։ 2004-ի ապրիլի 13-ին Բաղրամյան պողոտան ոստիկանները բացել են Քոչարյանի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելով։ Լրագրողների վրա են հարձակվել, տեսախցիկները կոտրել։ Այդ օրվա դեպքերի մասին նկարագրված է նաև Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի տարեկան զեկույցում։ Ըստ այդ զեկույցի ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել։ Մի շարք ցուցարարներ վնասվածքներ են ստացել լուսաձայնային նռնակների, ջրցան մեքենաների ու մահակների կիրառման հետևանքով։ Ապրիլյան ցույցերից հետո ոստիկանությունը ձերբակալել ու հարցաքննել է 115 մարդու։ Քոչարյանի կառավարման տարիները միջազգային զեկույցներում հիշատակվել է նաև Հյուսիսային պողոտայի կառուցապատման դեպքերով, որ մարդկանց տներից վտարեցին անհամաչափ փոխհատուցում տալով, այդպիսով խախտելով նրանց իրավունքները։ Հետո եղավ 2008 թվականը ես արդեն գնալուց մարտի 1-ի այդ դեպքերը։ Մարտի 1-ի արյունալի դեպքերն էլ հիշեց ընդդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդը, որ իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ տեղի ունեցան, երբ ինքը հեռանում էր ու արդեն Հայաստանի նախագահն էր Սերժ Սարգսյանը։ Ու չնայած ուժային կառույցները գործել են օրվա իշխանության որոշմամբ, Ռոբերտ Քոչարյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին, որ այն ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության դեմքերից մեկն էր։ Մարտի 1-ի դեպքերը, որտեղ սադրողը եւ հիմնական պատասխանատու եւ մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն էր։ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ու մյուս առանցքային դեմքերը արդարացվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 2021-ին սահմանադրական դատարանի որոշման հիմքով։ Հետո վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության։ Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին արդեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով։
Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, կարճ կոնկրետ, պետք է նստի։ Այս հոդվածի համար սահմանված վաղեմության ժամկետն էլ է անցել, բայց Նիկոլ Փաշինյանը այս քարոզարշավի ընթացքում էլի սպառնում է մարտի 1-ով Քոչարյանին ազատությունից զրկել։ Վերցրեք սաղ ցուցակները մարդկանց, ով ինչ եւ համատեք այսօրվա հետ։ Համատության եզրեր չկա։ Ռոբերտ Քոչարյանն ակտիվ քաղաքականություն վերադարձավ 2018-ից հետո, երբ մարտի 1-ի գործով կալանավորվեց։ Անցած ընտրություններում երկրորդ նախագահի գլխավոր ազդաշինքը իշխող ուժի գլխավոր մրցակիցն էր, 21% վստահության քվե ստացան ու դարձան խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը։ Միջազգային լրահոսից Կիևում այսօր սգո օր է հայտարարվել ռուսական գիշերային հարվածների հետևանքով Ուկրաինայի շրջաններից մեկում զոհերի թիվը հասել է 24-ի, 3 երեխաներ են, 48 մարդ վիրավորվել է։ Անցած գիշեր ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 56 հրթիռով եւ 675 անօդաչու թռչող սարքով։ Դրանց հիմնական թիրախը Կիևն է եղել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց պայքարը շարունակելու համար Ուկրաինային հակաբալիստիկ հրթիռներ են անհրաժեշտ։ Եվս մեկ լուր ռուս-ուկրաինական պատերազմից Ռուսաստանը եւ Ուկրաինան այսօր ռազմագերիներ են փոխանակել 205-ը 205-ի դիմաց։ Լուրը հայտնել է ռուսական կողմը, Ուկրաինան հաստատել է տեղեկությունը, ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելարուս։ Փոխանակումը կազմակերպվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Ես ուրախ ու երջանիկ եմ, 4 տարի սպասել եմ։ Շատ ցավալի է, որ այսքան երկար տևեց, բայց այնտեղ գերության մեջ դեռ տղաներ կան, Ազովստալից, հատկապես սպաներ, ինձ հետ էին պահվում։ Նրանք սպասում են ու հույս ունեն, իրենց ընտանիքներին ողջույններ են փոխանցում։ Դրանցից մի քանիսը ես անձամբ կփոխանցեմ։ Այդ տղաները հույս ունեն, որ հայրենիքը նրանց այնտեղից դուրս կբերի։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։